Եվրոպական քաղաքական գագաթնաժողովից հետո, որի վերաբերյալ արդեն նախորդիվ խոսել էի, որ այն Հայաստանին շոշափելի արդյունքներ չտվեց, Երևանում տեղի ունեցավ նաև Հայաստան-Եվրամիություն հանդիպում, որի արդյունքում ընդունվեց 44 կետից բաղկացած փաստաթուղթ։ Ըստ այս փաստաթղթի մենք պետք է շահագործումից դուրս բերենք մեր ատոմակայանը, այսինքն ինչ-որ մշուշոտ եւ անիրական խոստումների դիմաց նրանք մեզնից պահանջել են փակել մեր անկախության երաշխավորներից մեկին եւ արժանանալ իրենց ճակատագրին։ Քանի որ մենք գիտենք, որ տարբեր եվրոպական երկրներում, օրինակ Գերմանիայում, հասան նրան, որ ատոմականները փակվեցին եւ այդ ժողովուրդը կանգնեց էներգետիկ ճգնաժամի առջեւ։ Հիմա նույնը սպասում է մեզ։ Իզուր չէ, որ հավաքական արևմուտքից մեզ կոչ են անում պատրաստվել մի քանի ցուրտ ձմեռների։ Բայց ինչու պետք է Հայաստանի քաղաքացին պատրաստվի դրանց, եթե մենք ունենք մեր ինքնիշխան եւ էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրը, որը ապահովում է մեր կարիքների 40%-ը։ Փաստացի այս իշխանության ծրագիրն է գնել գազ Ադրբեջանից եւ էլեկտրաէներգիա Թուրքիայից, ինչի մասին իրենք բազմիցս խոսել են։ Իրենք էլ իրենց հերթին բլոկադայի նման երբ կուզեն կմիացնեն, երբ կուզեն կանջատեն։ Այսինքն չկա ոչ մի Եվրոպա մտնելու օրակարգ։ Նիկոլը մեզ տանում է ուղիղ Թուրքիա եւ Ադրբեջան։ Մտածեք ժողովուրդ ջան, միթե սա է մեր երազած ապագան։